Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Իրենք ասում են մեր գումարներին մի կպեք։ Թողեք մենք մեր կաշառքով, մեր կոռուպցիայով, մեր ստվերով հանգիստ ապրենք, բայց տեսնում եք զինվորի վիճակը վիճակ չի։ Ղարաբաղում սահմանում բան է, Ժորժ ջան, մենք պետք է 100 դրամ հավաքենք։ 100 դրամ էլ են արդեն ասել առողջապահական խնդիրների։ Ամենամեծ գողացողները 100 դրամ ուզում են ուրիշից, այսինքն իմ գրպանի հետ գործ չունես, բայց ես հայրենասեր եմ, դու 1000 դրամ պիտի տաս։ Ջանդամ թե կառավարությունը չի օգնելու, կամ ինքն իր գողացածը տանելու է, պահելու է իր դոշակի տակ, հասարակությունը պատրաստ է այս բեռը վերցնելու իր վրա։ Ախր լավ եք արեք կերել եք, հարստացել եք, այս խեղճ, այս քյասիպ, այս շրջափակված կիսապատրիազմական վիճակի մեջ։ Բա մեկը այսպես հերոսաբար ասեք, ես իմ 10 միլիոնից 1 միլիոնը դնում եմ ստեղ, երկիր ջան, եկեք ինձ միացեք, ես միլիոն եմ դնում, դու դիր 5000 դրամ։ Ես անգամ չգիտեմ, նմանեցնում եմ շատ հաճախ մեր ընդդիմադիր գործիչներին, սերֆինգիստների, հա, որոնք բողոքի ալիքը սպասում են, որի վրա բարձրանում են բողոքի ալիքը ավելի թեժացնելով, ենթադրում են, որ ունենալով որոշակի սպասումներ, սպասելով արձագանք ժողովրդին։